անցած շաբաթվա ընթացքում հարգելի Արթուր, մեր ներքաղաքական կյանքում մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ, ուժեղ Հայաստան կուսակցությունը, որը մեր ձևով շարժման հիման վրա է ստեղծել, իր համագումարը անցկացրեց եւ Սամվել Կարապետյանին, եւ վերջապես պարզվեց դա գործարար Սամվել Կարապետյանն է, որը էլի գտնվում է ուրեմն տնային կալանքի ռեժիմում, էլի ապօրինաբար Պարոն Ֆրենյանց, կլինի մի հարց ես տամ այս թեմայով հենց, հա? Օրինակ, հիմա լայն շրջանակներում քննարկվում է, հա, Սամվել Կարապետյանի անունը։ Օրինակ, մարդիկ կան, որ ասում են սահմանադրորեն չէր կարելի, որպեսզի հենց Սամվելը Կարապետյան լիներ վարչապետի թեկնածու, ԿՊԱ-ականները տեսնում ենք փրփրակալած երախներով, ինչպես են փորձում հալածել, ինչպես են փորձում հակառակվել, որ սահմանադրություն են խախտում եւ այլն, դեռ ամեն ինչ նոր է, բայց արդեն տպավորություն է, որ Սամվել Կարապետյանը արդեն սահմանադրություն է խախտել, իրենք էլ այդպես բանն են, էլի սահմանադրության ջատագովն են, մենք էլ ինչ որ սահմանադրություն խախտողներ ենք։ Ես բարձ ասեմ, հարցը երկու շերտ ունի։ Իմ համար հարցը երկու շերտ ունի։ Նախ Սամվել Կարապետյանի թիմը սահմանադրություն չի խախտում, առաջարկում է սահմանադրական լուծման մի հատ ճանապարհ, որը եթե ստանդարտ իրավիճակում ապրենք, իմ համար վիճահարույց է։ Իմ համար, ասում եմ, սահմանադրություն չի խախտում։ Քաղաքական ճգնաժամի հաղթարման մի հատ ուղի է առաջարկում, որը լրիվ սահմանադրական է, այլ բան, որ կարող ստանդարտ իրավիճակում եթե ապրենք, իմ համար վիճահարույց էր, որտեղ ես սկզբունքորեն դեմ եմ սահմանադրական ինչ-որ կարգավորում համապատասխանեցնել կոնկրետ անձի, ամենադրական անձի թեկուզ բանին, քաղաքական հավակնություններին, բայց հիմա այսքանով կսահմանափակվեմ այս թեմայի վերաբերյալ իմ դիտողությունը, ինչի համար, այս ովքեր են դարձել սահմանադրության պահապաններ, ուրեմն ամբողջ 8 տարում սահմանադրությունը բռնաբարած, ոտքերը մաքրած, սահմանադրության վրա ոտքերը մաքրած, սահմանադրության 17-րդ հոդվածը մի 10 անգամ եսի մին չարած, այս հենց նոր հետ ենք խոսում, կաթողիկոսի հետ կապված, կառավարությունը ես եմ հայտարարություն անող, ես չլինեմ վարչապետ, երկիրը վարչապետ, իր ընդհանրապես իշխանության գալու արշալույսից սկսած, երկիրը հայտնվել է հակասահմանադրական ռեժիմի մեջ։ Հիշենք սահմանադրական դատարանը։ Սահմանադրական դատարանը, այդ ո՞նց է դուք խորհրդանով սահմանադրական դատարանն եք վերաձևե։ Մարդ իրավունք չունի, ասի խորհրդանի միջոցով ուզում ենք սահմանադրություն փոխենք։ Այդ ձեր արածը որ բացարձակ օրինական է, այն մյուսը արածը անօրինական, հա։ Էլի եմ կրկնում, ստանդարտ իրավիճակում ես Սամվել Կարապետյանի թիմին խորհուրդ կտայի այդ ճանապարհը չընտրել։ Բայց հիմա մենք ստանդարտ իրավիճակում չենք եւ եթե մեկը կա երկրում, ում կարելի է մեղադրել հակասահմանադրական ռեժիմ հաստատելու մեջ, դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ եթե նույնիսկ ոմանց մոտ առաջանում է գայթակղում սահմանադրական նոր մեխանիզմներ ստեղծելու միջոցով ճգնաժամ հաղթարելու, մեղավորը էլի Նիկոլ Փաշինյանն է, որովհետև բոլորը բացահայտորեն տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր քաղաքական մրցակիցներին չեզոքացնում է բոլոր հնարավոր ապօրինի մեթոդներով։ Դրա համար էլ գողը առաջինն է։ Այսինքն, գիտեք ես սրանց ասացի ինչ դա Արթուր ջան, ասում են մենք օրենքից վեր ենք, օրենքը ամբողջ խստությամբ միայն ձեր դեմ պիտի գործի։ Եվ հետո Կարապետյանի թիմը ինչ է ասում։ Ասում է եղբայր մենք գնում ենք 60-70% ստանալու ճանապարհով։ Ետքը այդքան չենք ստանա։ Կհամարենք, որ հասարակությունը չպաշտպանեց սահմանադրական ռեֆորմ անելու մեր այդ ծրագիրը։ Ի վերջո, իրանք մի հատ լուծում են առաջարկել, որի հայ ու չեն որոշողը հասարակությունն է։ Ոչ թե ապօրինի գործիքները վերցրել են, գրել են սահմանադրությունը կարկատան անելու, ոնց որ Նիկոլ Փաշինյանն է անում։ Բայց ժողովուրդը կպաշտպանի այդ մարդկանց պլատֆորմը։ Կհամարենք, որ ժողովուրդը սահմանադրական այդ փոփոխությանը կողմ է։ Բայց չմոռանանք, որ հենց Նիկոլն էր ասում, չէ՞, որ սահմանադրության հենց այդ կետը պետքա փոխել, քանի անգամ է ասել։
Ես ասում եմ, ես սկզբունքորեն կարծում եմ, որ ցենզեր պիտի լինեն։ Բայց հիմա այս մարդիկ թաքուն չեն անում, ուրիշ ծրագրով չեն ուզում ընտրվեն, հետո խափեն։ Ասում են ժողովուրդ, մենք այս ծրագրով գալիս ենք։ Ու այդ ծրագրի գինն էլ 67, 70, 66, 67% քվեն է, հա։ Ասում են կընտրեք այս ծրագիրը մեզ։ Ուրեմն այս սրա համար դաբրո եք մեզ տալի, չեք ընտրի, ուրեմն չեք ուզում։ Այդ ձևով չեք նաշ, էլի եմ թողում, էլի եմ խոսում, կրկնում, հարգելի Արթուր, ստանդարտ իրավիճակ եթե լիներ երկրում, ես ու դու կարող ենք մեզ շռայլություն թույլ տալ, թույլ կողմերը նշել ուժեղ Հայաստանի այս ծրագրի, բայց հիմա քանի որ ցանկացած խոսք էս իշխանությունը, այս հակասահմանադրական ռեժիմ ստեղծած մարդիկ օգտագործելու են ընդհանրապես ընդդիմադիր դաշտի դեմ, կարծում եմ այսքան մեր վերապահումները իրենց հասցեագրված հերիք էր այս թեմայով